Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանի եւ ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանի հետ։ Ողջունում եմ, պարոնայք, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բազմաթիվ հարցեր ունենք այսօր քննարկելու ձեզ հետ։ Սկսենք հետևյալ հարցի պատասխանից։ Միացյալ Նահանգներից հնչող ելույթներից, հայտարարություններից հետևում է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը կարծես թե մոտ օրերս կարող են գալ ընդհանուր հայտարարի եւ պատերազմական վիճակը հանգուցալուծվի։ Հարցը հետևյալն է. արդյոք այս բախումը ավելի մեծ աշխարհաքաղաքական խնդրի մի մաս է եւ ոմանց կարծիքով Միացյալ Նահանգների եւ Իրանի համաձայնությունը բավարար չէ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, չի կանգնի այս պատերազմը։ Պատերազմական գործողությունները գուցե կանգնեն, բայց խնդիրը չի լուծվի։ Ով կսկսի պատասխանել, պարոն Գասպարյան։ Շնորհակալություն տաղավար հրավիրելու համար եւ հետաքրքիր հարցերի, որովհետեւ մեր ժողովուրդը պետք է իմանա ներկայիս քաղաքակրթական ահուբոհին տեղյակ լինի, սահմանափակում ենք Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձություններին, այնինչ քաղաքակրթական բոլոր իրադարձություններում գտնվում է մեր հարցերի, մեր լույսը բացելու, մեր դարավոր իրավունքների խախտված իրավունքների պատասխանը գտնելու եւ լույսը բացելու հարցը։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների Իրան պատերազմի եւ նրանց միջև պայմանավորվածություններին։ Ի սկզբանե այդ process-ը երկար շարունակվելու է, որովհետև նախատեսված է եղել, նախ ասենք, որ դա արհեստական բանականությունով Ատլանտյան քաղաքակրթության կողմից այդ բանականությունը եւ թվայնությունը պատերազմական նպատակների համար օգտագործվող, ինչպես մեր Արցախի 2020 պատերազմը, նման պլանավորումով է գնում եւ այսօրվա դրությամբ կարող եմ նորից շեշտել, ձեր տաղավարում նշել ենք, որ Միացյալ Նահանգները օթյակների հանձնարարությամբ գերտերության տիտղոսը հանձնել են Չինաստանին։ Դա արդեն փաստ է, որովհետև Չինաստանը մարտ ամսին վերցրել էր բոլոր պետական աբլիկացիաները։ Նման բան կատարվել է, երբ որ Անգլիան է դարել գերտերություն հարյուրամյա պատերազմից հետո Ռոշիլդները Լամանշը լողացան եւ նույնիսկ մեր Կիլիկիայի ունեցած հարստությունների հիման վրա պետական այդ աբլիկացիաները գնեցին եւ ստեղծվեց կենտրոնական ռեզերվային ֆոնդը։ Ինչ նորից վերադառնում ենք, ես կապում եմ Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ կապված, Իրանում եւ Միացյալ Նահանգներում կենտրոնական ռեզերվային ֆոնդը ոչ մի օբյեկտ չունի, ոչ մի բանկ չունի, հիմնական կռիվ առաջնային գնում է կենտրոնական ռեզերվային ֆոնդը իր մասնաճյուղը բացելու համար։ Օրինակ, Ռուսաստանը կենտրոնական բանկ չունի, Ռուսաստանը ունի ռեզերվային ֆոնդի մասնաճյուղ, որ կոչվում է Ռուսաստանի բանկ։ Այստեղ առաջնահերթ խնդիրը, երբ որ արհեստական բանականությամբ դրվել է, նպատակը նա եղել, որ առաջին 2-3 քայլերի կատարելուց հետո, այդ թվում նաև Իսրայելի հետ, նրանք կարողանան տարանջատում մտցնել շիիզմ եւ սյունիզմ երկրպագող ժողովուրդների մեջ, որը կատարվում է, եւ շարունակել պատերազմը։ Բայց նորից եմ, ինչպես մինչև հաղորդումը մենք խոսացինք, ներկայիս ահազանգների մեջ ամենակարևոր հարցը դա համարվում է երկրների միջև ոչ պայմանավորվածությունների հարցը, այսինքն նստում, պայմանավորվում են, գրում են, կապում են, բայց դիվանագիտական պետությունների միջև հարաբերությունների հարցի արվեստավեր վարժ մասնագետներ չկան, տեսեք, մասնակցում են իրենց ներկայացուցիչները, փեսան մեկի, մյուսի եւ դիվանագիտական ոչ մի պրոտոկոլ, արձանագրություն խնդիրները պետության լուծելու համար չի լինում։ Այսօր արդեն Իրանը ցույց է տվել, որ ինքը կարող է արճակատել նման
հզոր գերտերության դեմ եւ երկրորդ հերթին արդեն նոր գերտերության աշճան ստացող Չինաստանը համակողմանի օգնություն է ցույց տվել Իրանին իր տեղը դերը բարձրացնելու համար։ Ինքնիսկյան այս բոլոր հարցերը պատերազմական լուծելու են շատ սահուն ձևով։ Նույնիսկ եթե մենք ասում ենք տրիպ հասկացությունը պլանը կատարվելու է թե չէ, միանշանակ կարելի ասել ոչ, բայց դրանք շատ սահուն ձևով արդեն Իրանի շայրից ելնելով եւ քանի որ էությամբ Անդրկովկաս ինչ վերաբերում է մեզ, Անդրկովկասը արդեն դուրս է եկել, Անդրկովկասից դուրս են եկել ռուսական շահերը ինքնիցքյան միջազգային իրավունքի հիման վրա Պարսկաստանը լիիրավ դեր է կանգնելու իր իրավունքները վերականգնելու համար։ Ես այսքան կասեմ, իմ հարցից պատասխանը փաստորեն դուք համարում եք, որ ասում եք այո, սա մեծ ավելի խնդիր է, քան զուտ Իրան, Միացյալ Նահանգներ, փոքր լոկալ կարելի ասել պատերազմը։ Շնորհակալություն, երկու խնդիր կա, որը ես դուրս բերեցի, պարոն Գևորգյանի պատասխանից հետո ես վերադառնալու եմ ձեր պատասխանին, երկու ձևակերպում դուք օգտագործեցիք, օթյակը որոշել է, ինչի մասին է խոսքը, եւ արհեստական բանականության կողմից դրվել է ինչ որ խնդիր կրկին այդպիսի ձևակերպում օգտագործեցիք, խնդրեմ բարձրաբանեք։ Եվ այսպես պարոն Գևորգյան համաձայն եք պարոն Գասպարյանի տեսակետին կամ դուք ունեք ձեր պատասխանը այդ հարցին։ Այո, ես ընդհանուր համաձայն եմ պարոն Գասպարյանի տեսակետին եւ բացի դրանից տեղեկացված եմ, որ այսինքն պարոն Գասպարյանը երբ որ նշեց, որ համաշխարհային օթյակները հանձնել են գերտերության կարգավիճակը Չինաստանին, դա եղել անցյալ տարի, դրան ներկայան եղել Հռոմի Պապը, որ այցելել է Ուլանբատոր, այդ բոլոր, այսպես ասած, սիմվոլիկ հանդիպումները եւ այլը, դա իրական խոր իմաստ ունի եւ աշխարհը կառավարում է ոչ այն կերպ, ոնց որ սովորական մարդը նույնիսկ քաղաքագետների մեծ մասը գիտեն։ Շատ ավելի, այսպես ասած, թաքնված կառույցներ կան, բայց մի բան հստակ է, որ կան ուժային կենտրոն, մասնավորապես ֆինանսական ուժային կենտրոններ, այսինքն ֆինանսինգ մեծ ուժ է եւ ասենք կարելի ասենց նշել, որ մինչև այս վերջի զարգացումները հիմնական 3 կենտրոն, դա Լոնդոն Սիթի, բանը, Վատիկանը եւ Վաշինգտոնը։ Պեկինը մի փոքր ստվերում էր, բայց զարգացումները այնքան արագ կատարվեցին աշխարհում, կապված նոր տեխնոլոգիաների եւ ամենակարևորը, ասենք, նոր քվանտային ինֆորմատիկա, քվանտային համակարգիչ, քվանտային տեխնոլոգիաներ, այն կարգի արագ է այդ բոլորը եւ արհեստական բանականություն, որը պսակն է հանդիսանում այս տեխնոլոգիական զարգացման եւ այս պատերազմները, որ հիմի աշխարհում տեղի են ունեն, դա էապես ուրիշ պատերազմներ են, քան նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մենք գտնվում ենք քաղաքակրթական շրջափուլում, փոփոխման շրջափուլում, էական փոփոխություններ տեղի ունենալու եւ շատ պետություններ, որոնք նույնիսկ մեծ տերություններ, որոնք չեն քաղաքակրթության կոնկրետ ծնունդ չեն, դա արհեստական կազմավորումներ են, դրա մեջ կարամ նշեմ նույն Թուրքիան, նույն Ադրբեջանն, նրանք ուղղակի վերաֆորմատավորվել են եւ չեն լինելու։ Ես ուզում եմ հենց մի անգամից պատասխանեմ նաեւ այդ թրիփի հետ կապված էլի, որտեվ մեր հասարակությանը ցավոք սրտի մեր քաղաքական դասը չի իրական խորքային բաների մասին պատմում, որ գուցե ինքն էլ տեղյակ չէ, բայց իրականում աշխարհը կառավարում է լրիվ ուրիշ կերպ եւ այն հին աշխարհակարգը այժմ գտնվում է
այսպես ասած շրջադարձային փուլում նա պետք է անպայման փոխվի եւ դա մենք տեսանք նաեւ 2020 պատերազմում երբ որ ասենք մի ամբողջական կոալիցիա ես հաշվում եմ մոտարպես 11 պետություն, որը մասնակցել է Արցախյան պատերազմին մեր դեմ, բայց իրենք չեն հասել իրենց նպատակին եւ ասենք աշխարհը եւ այդ տերությունները մասնավորապես Չինաստանը եւ այսպես ասած սրբազան արևելքը դրա մասին էլ հեսա կասեմ դա ինչ բան է դա քաղաքակրթական այն բևեռն է որը անակնկալ շատերից առաջացավ եւ բայց իրականում նա առաջացավ որտեղ պետք է այս նոր աշխարհակարգում նայական դերը կատարելու Իսկ այդ նպատակը ո՞րն էր որ չեն հասել այդ նպատակին 2020 թվականի Արցախյան պատերազմը հին աշխարհակարգը հին մտայնությամբ այլևս անհնար է կառավարել դա բերելու է անընդհատ սկսած տեխնոգեն աղետներից վերջացած հումանիտար աղետների որ մենք տեսնում ենք դեմոգրաֆիկ այո դեմոգրաֆիան էլ որտեղ դեմոգրաֆիան անկանոն այդ որ զարգանում է դա էլ ացանցյալը քաղաքակրթական երևույթներից օրինակ ասենք հայկական բարձրավանդակում հայերը ամենահնագույն ազգերից են աշխարհում այդ տենց դեմոգրաֆիական բաներ չի եղել էլի այսպես ասած աղետներ որ չգիտեմ ինչ քանակություններ առաջանա բոլորը ներգրաված են եղել ստեղծագործ աշխատանքի այն ժամանակ ինչ է տերասային գյուղատնտեսությունը ինժեներական ամեն հայ եղել է ֆունկցիոնալ այդ հայկական աշխարհում այսօր ամեն ինչը խախտվել է եւ տեսեք ասենք առաջացել են մեծ տերություններ որոնք չեն կրում քաղաքակրթական արժեքներ իրականում եւ դա բերում է կատակլիզմ նույնիսկ այն պետությունը որ մենք անվանում ենք սովետ միություն որը ահռելի տեխնոլոգիական գիտական բարձունքեր հասել բարձունքների չունենալով քաղաքակրթական հենք ամուր նա շատ արագ տրոհվեց եւ հիմի դա նաեւ վերաբերում է բուն Ռուսաստանի որտեղ ես կարամ բազմաթիվ բաներ բերեմ այնպես չի որ ասենք Ռուսաստանը մեր համար օտար ինչ որ մի բան է օրգանիզմ է ոչ Ռուսաստանը մեր հաշվարկներով օտարպես կա 7 միլիոն հայություն զտարյուն եւ 27-28 միլիոն այսպես ասած խառնամուսությունների որոնք այս կամ այն կերպ կարող են կրում են հայկական քաղաքակրթության հետ գանք այն նպատակին որ ասում եք 2020 թվականի պատերազմի արդյունքում 11 պետություն ասում եք ներգրաված է եղել կամ կազմակերպված է եղել 11 պետություն ներգրաված է բայց չի հասել իր նպատակ չի հասել նպատակը այն է որ պետք էր այդ ամբողջ թուրանական միջանցքը ամբողջ Զանգեզուրով վերցվածներ չեն կարողացել այդ նպատակին հասնել ես չեմ ուզում մի ասենք բաներ ասել որ վստահաբար ես գիտեմ ինձ ասել են ասենք ինչպես է եղել որ Գանջայի մեր Գանձա քաղաքի օդանավակայանում F-16 F-16-ներ ոչնչացվել են ու արել դա մեր հետ կապված չի բայց այդ այսինքն այն բևեռը որը առաջացավ եւ որ մենք անվանում ենք աստվածային արևելք Թումանյանի բանով էլի այդ բևեռը արդեն այդ ժամանակ 2020 պատերազմի ժամանակ սկսել է գործել եւ կանգնացրել է դա բացի դրանից շատ մեծ դիմադրություն է ցույց տվել այն հայ երիտասարդ սերունդը անձնազոհաբար որոշակիորեն կոպիտ ասած դավաճանված իր վերի ղեկավարության կողմից, բայց պայքարել է 44 օրը այդ պատերազմը փաստորեն ձախողել է այդ ծրագիրը։ Շնիկի հատվածում առաջ խաղացումը կանգնեցրել է։ Այո, կանգնեցրել է եւ աշխարհում փոխվել է իրադրությունը արդեն։ Այն աստվածային արևելքը, որը
Հովանես Թումանյանը ասել է դրա մասին, նա արդեն սկսել է այդ ժամանակից վեր բարձրանալ։ Ես ուզում եմ սիմվոլիկ բաներ նաև ասեմ, դուք պատկերացնում եք 18 թվականի օլիմպիական խաղերին վարչապետ Փաշինյանը որտեղ էր նստած, Սին Ցինպինի եւ Պուտինի արանքում, ով էր դա կազմակերպել, ես չեմ ուզում մանրամասն, թե դա հենց այնպես չէր, դրել էին, բայց ցավոք սրտի մեր ղեկավարությունը այդքան ընկալունակություն չունեցավ, չնայած իրեն ցուցումները այնտեղ ոնց պետքա գործել, ինչի վրա պետքա շեշտադրումը, եթե դա այն ժամանակ արել, ոչ մի պատերազմ չէր լինի եւ Արցախը հիմի մեր տիրապետության տակ լիներ։ Շնորհակալություն, հարցս հետեւյալն էր, Միացյալ Նահանգներ Իսրայելի համաձայնությունը բավարար է, որպեսզի կանգնեցվի այս պատերազմը, որովհետև առաջին փուլը պատերազմի միջուկային Իրանը պետք է միջուկային զենք չունենա, հիմա Հորմուզի նեղուցի մասին են խոսում։ Սա թեմաներն են, սա պատճառներն են կամ խնդիրներն են, որոնք քննարկում են Միացյալ Նահանգները եւ Իրանը, բայց իմ հարցն էր, իրենց բավարար է իրենց համաձայնությունը, որպեսզի այս պատերազմը կանգնեցվի, թե սա ավելի մեծ պատերազմի մաս է եւ սա շարունակություն է ունենալու եւ այդ որոշումը արդեն կա եւ մենք կտեսնենք, այսինքն Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատերազմը կանգնացնել է եւ Իսրայելին այսպես ասած լրացնելու են, իրեն չեն թողելու որևէ քայլ ձեռնարկի։ Այսինքն կանգնելու է պատերազմը։ Կանգնելու է, այո, եւ բացվելու է այդ Օրմուզի նեղուցը արդեն նոր պայմաններով եւ այլ, եւ այն, որ մենք տեսնում ենք շուտապույտ կոալիցիաներ են ստեղծում Թուրքիա, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա, այդ ժամանակավրեպ բաներ է, որտեվ դա մեկը ոչ մի արդյունք չի տալի, հենց այդ համաձայնագիրը կնքելուց հետո խուսիտները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի վրա եւ տվեցին ահռելի վնասներ եւ ոչ մի արձագանք ըստ էության չեղավ։ Ուզում ասեմ, այս պատերազմները ավելի մեծ տարողություն ունեն եւ որոշումները մենակ չեն Վաշինգտոնում կամ բանում կատարվում։ Պարոն Գասպարյան, մենք վերադառնանք այդ օթյակների եւ արհեստական բանականության թեմային եւ զուգահեռաբար այս թեման, որ 2020 թվականի պատերազմի խնդիրը չլուծվեց, որովհետեւ Սյունիքը պետք է փակ մնար, ուզում էին բացել փակ մնաց, բայց մենք ունենք թրիպ, որը Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ այդ ծրագիրը սկսվեց, արդյոք սա այդ Սյունիքի ճանապարհները բացելու հենց այն խնդիրն է լուծում, որը չլուծվեց 2020 թվականի պատերազմի, բայց այլ ձևով է լուծվում։ Օթյակ, արհեստական բանականություն եւ Սյունիք թրիպ։ Նախ, եթե մենք շնորհակալություն, նախ, եթե ծանոթանում ենք թրիպին, դա պայմանագիր չի։ Պայմանագիրը որոշակի պարտավորություններ եւ իրավունքներ է տալիս։ Դա, այսպես ասած, կոչվում է նամերինի, ոնց են նամերինի։ Սա ավելի շատ հայտարարություն էր։ Նամերինի, մտադրությունները մտնում է հենց ֆրանսերենով, իրանագիտական, այո, մտադրությունները ոչ մի բան չի պարտադրում։ Եվ մտադրությունները միևնույն ժամանակ ոչ մի բանով չի ստիպում, որպեսզի դուք կատարեք։ Այդ վերաբերվում է առաջին հերթին Սյունիքին։ Երկրորդը, ես կուզեի այստեղ նորից վերաբերում է 2020-ին եւ արհեստական բանականությանը։ Մենք գիտենք, որ այսօր օգտագործվում է պալանտիր հասկացությունը մակաբույծ քաղաքակրթության եւ քաղաքակրթությունների գործունեությունը հիմնականում անվանում են պալանտիր, դա հենց գալիս է Բաբելոնից է գալիս։ Այսինքն այն 7 գլուխներն են, որից մեկը պալանտիրը 6 գլուխներին վերցրել իր հետ է դրել։ Ես ուրիշ տեղ չեմ գրում, հենց այնտեղ Բաբելոնից սկսած հայկի բելի պատերազմը հենց նույն հայկն է։ Այսօր պատերազմ ենք ասում ենք, այսօր պատերազմը հենց վերաբերում է նաև այնպիսի աշճանի դեգրադացված, ինչպիսին ամբողջ աշխարհում եւ մեր հասարակության մեջ
երեկվա դատավարական իրավունքը մայրաթորի նկատմամբ։ Ես այստեղ չեմ ուզում խոսել եկեղեցու ղեկավարության, չեմ ուզում խոսել հասարակության կողմից անտարբերությամբ, այսինքն եկել է ժամանակը, որ պետք է լինի ընդհանուր ինչ-որ նորա, լրիվ քրիստոնեությունը նույնիսկ իր, այսպես ասած, դեգրադացված վիճակով հասած մինչև Միացյալ Նահանգներ միտեղ Պավելին են ընդունում, որ ընդունում են որպես հայկի, ես չեմ խոսում կատարյալների մասին, միտեղ ընդունում են զուտ հեթանոսական, այդտեղ Պավելին են ընդունում, ես չեմ խոսում Հռոմում ինչ արեցին, եւ օթյակները պատահական չէ, տեսեք 500 տարի եվրոպական եւ անգլիական օթյակները ոչ մի հարաբերություններ չեն ունեցել, առաջինը, երկրորդ 500 տարի իսլամական հայրերը ցանկացել են սյունիտների եւ շիիտների ռադիկալ խմբավորումներին բերել ընդհանուր եղանակի, չստացվեց միայն Արցախի պատերազմի ժամանակ ամբողջ իսլամական աշխարհը, այն մեծ հանցագործությունը, որ մենք կատարել ենք, որովհետեւ իսլամ երկրպագող բոլոր մերձավոր արևելքի, մեծ մերձավոր արևելքի բնիկ ժողովուրդները շատ ջերմ ընդունել են մեզ եւ մենք պարտավոր ենք, բայց այսօր հենց 2020 պատերազմի միջոցով եւ հետագայում ամերիկացիների Իսրայելի հետ Իրանում իրականացված միջոցառումներով հաստատվեց, որ իսլամական աշխարհը համախմբել են, իսկ քրիստոնեականը հիմնականում դեգրադացված վիճակով, այսինքն եկել է աշխարհում ինչ-որ նոր անունը ինչ կլինի մենք չգիտենք, բայց այդ նորը մենք բոլորս պետք է իմանանք, հենց եղել է շումերների մոտ նշվում է Արատայի սովեստ խիղճ, այսինքն այսօր այն աշխանն է հասել, որ հիմնականում մարդկության մեջ մարդկայնության վերացման հարցն է դրված եղել։ Ինչ եմ ես այսքան խորանում այդ օթյակների մասին, տեսեք, օրինակները շուտ կարող եմ կարճ ասել, օթյակները միավորվեցին եւ որոշեցին, որ նշելու են Նիկեայի տիեզերական ժողովի հոբելյանը։ Եվ այցելեցին այդտեղ, եւ Անգլիայից, եւ Հռոմի Պապը, եւ Միացյալ Նահանգների նախագահի տեղակալը։ Այսօր կարող են բարձրաձայնել, որ նույնիսկ Էրդողանին հանձնարարեցին Նիկեայի 37 սրբերի փորձագիտական եզրակացությունը իրականացնել, փորձագիտությունը իրականացնել։ Մասունքները, սուրբ մասունքների։ Եվ ինչ։ Իրոք հիշել եմ 79 թվականին Ասավայից, երբ որ մասունքներ բերեցին, հարազատները խնդրեցին, որ ներկայացնեն փորձագիտության եւ պարզվեց, որ շան ոսկորներ են։ Ես չեմ հավատում, որ թուրքերը կարող են Նիկեայի տիեզերական ժողովի այդ համախմբման ժողովի սրբերի 37 մասունքները բղծված են։ Բայց հիմնական հարցը այդ նույն ժամանակ ինչի եմ ասում Բաբելոնից եւ նշում նույնիսկ այսօրվա մեր դեգրադացված հասարակ առաջին ինստանցիայի դատարանում նշել մայրաթորի, ես չեմ ասում առաքելական եկեղեցու, մայրաթորի լինել չլինելու հարցը, որովհետև հենց նույն Արատայից սկսած ձեռնադրման իրավունքը տրված է եղել մեզ հայրի Սեդեսայում Եվ ոսկու իրավունքը մենք խոսացինք օթյակների եւ օթյակներով ձևավորված գերտերություններին, ինչպիսին Իսպանիան է եղել։ Ես անդադար առաջ չեմ գնում, նույն բանն եմ ասում, երբ որ Իսպանիան նույն պատմությունը ունեցավ գերտերության, ինչպիսին Միացյալ Նահանգները այսօր ասենք զիջում է իր դիրքը նույն պատմական իրողությամբ Լատինական Ամերիկայից ոսկին չեկած, արդեն նրանք ոչ լիկվիդ ակտիվներ էին ձեռք բերում։ Հոլանդիայում երբ տեղափոխվեց, այնտեղ մի կակաչի սոխուկով անշարժ մեծ օբյեկտի արժեք ունեին եւ հետագայում, ասենք 100-ամյա պատերազմի ժամանակ Ռոշիլդները գնալով նույն ռեզերվային ֆոնդը ստեղծեցին։ Այսինքն ես ուզում եմ ասել, այդ համատեղ իրականացված օթյակների միջոցառումը
նպատակ ուներ նորից մեր մայրաթորից զաթորին զրկել ձեռնադրելու իրավունքից, որը կատարել են Նիկայի տիեզերական ժողովի ժամանակ, իսկ մեր ժողովուրդը այն ժամանակ մասնակցել է խաչ փրկելու ավերաժի ճակատամարտին, մեր մոտ ընթացել է Թոնդրիկյան շարժումը, եւ այդ ժամանակ մենք Պավլիկյաններին ենք, այստեղ Պավլիկյաններին, այսպես ասած, տեսեք Պավլիկյաններին ոչ Հռոմի քաղաքացի Քրիստոսն էր Պետրոսին նշանակել իր ներկայացուցիչը եւ Պավելն էր այնտեղ, Պետրոսն ենք ասում, հա, Պետրոսի շփոթվում եմ, նրան գլխիվայր Հռոմում կախեցին, իսկ դրանք ամբողջը գալիս է հենց աստվածային առատայ տված այն երկու իրավունքները, ինչպես դուք ասում եք, ոսկու իրավունքը եւ ձեռնադրելու իրավունքը, նույնիսկ կարող եմ կոնկրետ նշել, որ ռուսական կայսր Պյոտրը երկրպագել է մեր այդ ուղղափառ եկեղեցին Էդեսայի, Նիկեայի, նույնիսկ Պավելը, թե Պավելի նկատմամբ մենք ուրիշ վերաբերմունք ունենք, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ եւ Պավելը եւ Հռոմի Նեոնը մեր ժողովրդին փոխհատուցում տվել են։ Ուղղակի սրանք փաստեր են իմանալուց, հա, արտաքին միջավայրի նույն պատերազմների մասին, որ մենք խոսում ենք քաղաքակրթական եկեղեցու դեգրադացիայի եւ նորին, այսինքն մենք պետք է նոր հեծանիվ չստեղծենք, անցնենք, վերադառնանք մեր կոդերին, այն ինչ որ ի սկզբանե ունեցել ենք մենք։ Նոր խոսում ենք Ամերիկա, Իրանին, ոչ թե ես կապում եմ, դրանք իրար հետ շատ կապված են։ Էությամբ այսօր մեծանում է Իրանի դերը, մեր, թեև մենք համարում ենք հայկական լեռնաշխարհի ժողովուրդ, բայց չեմ ուզում ասել հայկական լեռնաշխարհի միայն, որովհետև երբ որ հայկը եւ ինչպես ասենք սուրբ գրքերում գրված է մեր խեձեկը գալիս է, նա հոպատարական մարտունեցի չէր, որ գնացել էր Խոպանի Ռուսաստան հետ էր եկել էր Հայաստան, նա մեծություն էր ներկայացնում, նրան բելը ոչ թե կարող էր բելը նրան կանչեր, ձերբակալեր եւ տաներ, բայց Քարթվիլի ժողովուրդը, ամբողջ Կովկասյան ժողովուրդը, բոլորը նրանք հրլու հպատակ, ինչպես առատայի ժամանակ, նաև աշակերտներին են ընդունում այդ պաշտարակը, զեկորեկը սարքելու համար եւ գնում է հենց այդ օրվանից արդեն գնում է դրա տարանջատումը։ Այստեղ ուզում եմ նշել, որ էությամբ պարսկական հողերը երբ որ միացրել են ռուսական կայսրությանը, ի սկզբանե բացի Թուրքմենչայի, ուղղակի կրկնում եմ նորից, նշել են Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրից 1828 թվի, 1813 թվականի եղել է 1805 թվականի ապրիլի 14-ի պայմանագիրը Գանձա քաղաքի մոտ Քուր գետի ափին, Քյուրքեչայի պայմանագիրը, որի մեջ կա մեր մայր աթոռի ստորագրությունը։ Այսինքն արտաքին պատերազմը մեր եկեղեցու նկատմամբ, մեր մայր աթոռի նկատմամբ Նիկեյան տիեզերական վեհաժողովն է, ձեռնադրման իրավունքից զրկել մայր աթոռին, իսկ մյուսը Գյուկեսչեի պայմանագիրն է, որտեղ թեև մենք Ցիզիանովի մասին խոսում ենք եւ պատմությունը գիտենք, որ նա հայկական ծագումով, բայց ներկայացնում էր գեներալ ռուսական շահեր, թեև նա մեր հայրի ձեռով էլ զոհվեց Ցիզիանովը, բայց նրա կատարած ամենամեծ գործը նա է, որ փնտրում է Գանձասարի կաթողիկոսին, նրան արդեն ուղարկել էին Լոռի եւ երկար ժամանակ շատ մեծ դժվարությամբ մայր աթոռի արքեպիսկոպոսի ստորագրություն է վերցնում։ Այսօր մեր եկեղեցուն ցանկանում են նսեմացնել մայր աթոռը, իջեցնել, ամեն ձևի պայքարելով միայն որպեսզի նրա ստորագրությունը չլինի։ Դրա համար եմ ասում, դա մեծ դեգրադացված process է եւ ղեկավարության,
որովհետև նույն ղեկավարությունը եւ այդ ներկայացուցիչների հետ, որոնք էությամբ իսլամում ստատուս խալիֆի ստատուս չունեն, որ դրանց խոսքը տեղ անցնի, ոնց որ մեր ցեղասպանության, մեր նկատմամբ իրականացրած ցեղասպանության ժամանակ նրանք մի անգրագետ մոլայի միջոցով համարեցին հալալ է, թե Ալեքսանդրիայի խալիֆը Մեքքայում այցելելով հատուկ հրվարտակով նրանք բացահայտեցին Մոհամեդի սկսած, որ մեզ նկատմամբ նման մոտեցում չպետք է լինի։ Այսօրվա կռիվը մեր եկեղեցու նկատմամբ նրա տեղը, դերը, նշանակությունը իջեցնելու պատերազմը հիմնականում մեր մայր Աթոռիի կողմից մինչև հիմա ունեցած ստորագրության ստատուսն է։ Այսինքն չկա պարսկական շահի պետականությունը, չկա ռուսական կայսրությունը, միայն այնտեղ մեր մայր Աթոռի ստորագրությունն է։ Ես եթե թույլ տաք տեղ փոքր ինֆորմացիա տամ, որտեղ ժողովրդի մեծ մասն էլ տեղյակ չի էլի։ Դա ինչ է նշանակում, այդ ձեռնադրման իրավունքը դա ունի հայ եկեղեցին, ոչ ուրիշ եկեղեցիներ չունեն, ասենք հայկական եկեղեցին կարող է վաղը հռչակվի մի տոհմի ենթադրենք հայ թագավոր եւ բոլորը պարտավոր են դա ընդունել, մասնավորապես Նադիր շահին, հզոր պարսկական կայսրության շահին ձեռնադրել է հայ եկեղեցին, Նադիր շահի եւ պարսիկների խնդրանքով, այս Նապոլեոնը այսօր մենք ասում ենք Փարիզի Աստվածամոր տաճարը, իդեպ ասեմ սատանայացված է, այսօրվա դրությամբ այդ հրդեհից հետո, այո, հենց Նապոլեոնը նույնիսկ Հռոմի պապին կանչելով ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, Նադիր շահին ասեցիք, նա չի թողել, որ Հռոմի պապը ձեռնադրի, նույնիսկ պրոտոկոլներում կան, նրա մոտ էլ Կուտուզովի նման մի աչքը հիվանդ է եղել, եղբորն է տեսել եւ խոչ չեմ ասում ինչ լեզվով, ասել է Երանի հայրս կենթանի լիներ եւ տեսներ, իսկ ինքը իր ձեռնով ձեռնադրվել է, նույնիսկ ֆրանսիական արքունիք հավաքվել թարգմանել է դրանցից մեկի լսածը թե ինչ էր ուզում ասել, որովհետեւ ինքը ֆիզիկապես շատ տկար է եղել եւ Կորսիկայում միշտ ցանկացել է որպեսի հոր նման լիներ եւ չեմ խորանում, այսինքն ձեռնադրման իրավունքը ի սկզբանե սկսած մեր էծագիր արձանագրություններից ուխտասարի, որտեղ ֆլորան եւ ֆաունան այն նույնը չի ինչ որ նեղոսի ափին, բոլորը բնորոշը հայկականներն աշխարհին, ի սկզբե կարող են խոսել եկածների գնացածների մասին, ձեռնադրման իրավունքը մեզանից վերցրել նորից օթյակների միջոցով ուզում են հաստատել, բայց այսօր արհեստական բանականության պայմաններում սրանք արդեն պալանջերները օթյակներն են փակվում, օթյակներն են սլիանի պագլաշենի, այդ process-ն է գնում։ Դուք շարունակեք։ Սա բանը, ես էլի ուզում շեշտեմ, որ խնդիրը իրականում շատ մեծ իմացաբանական հարցերի մասն է, որ նորից վերահառնվել եւ Հայկի բելի պատերազմը, որ հիմի շատ արդիական է եւ մենք պատրաստվում ենք դրա վերաբերյալ շատ գիտական ինֆորմատիվ մի վիդեոկլիպ ստեղծենք, որը մոտակա ժամանակներում կլինի, որպեսզի ինչ ասեք, որպեսզի ասենք, որ խնդիրները հասարակությունների չի փոխվել, կան պարազիտական համակարգեր եւ կան արարիչ համակարգներ եւ ժամանակ առ ժամանակ այդ պատերազմը այդ որակի առաջանմա այդ բախումի հետևանքով, օրինակ ասենք մենք խոսում ենք քրիստոնեություն, դե քրիստոնեությունը աշխարհի զարգացման վրա էական ազդեցություն է թողել, ով ինչ ուզում է ասի եւ այլ, նո քրիստոնե, բայց շատ քչերը նույնիսկ հայրից գիտեն հայրի դերը քրիստոնեության կայացման մեջ ամենաառանցքայինն է, ոչ թե նրա համար, որ 301 թվականին կամ ավելի շուտ, ասենք Աբգար թագավորի ժամանակ ընդունեցին քրիստոնեություն, ոչ, որ երբ որ ասենք քրիստոնեությունը կարող էր ոչնչացվել,
այդ աշխարհը ընկալում է մարդկային իրերի քրիստոնեական պրիզմայով, երբ որ Հռոմի կայսրը եկավ եւ առաջարկեց Տրթատին միասին ոչնչացնել, Տրթատը հրաժարվեց եւ Հռոմի կայսրը երկու պատերազմ ունեցավ եւ երկու այսպես պարտություն, որից հետո քրիստոնեությունը տարածվեց ամբողջ հռոմեական կայսրության եւ ամբողջ աշխարհի եւ ամբողջ գիտություն, փիլիսոփայություն եւ այլս քրիստոնեությունից հետո հիմնականում զարգացում ունեցավ այդ կրոնական պատկերացումների շրջանակներում։ Եկեք մեկ փոքրիկ ընդմիջում հայտարարենք եթերում, սիրելի բարեկամներ, գովազդե մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը եւ իմ հարցն է լինելու, մենք իհարկե կլսենք ձեզ, դուք ինչ որ բան եք ուզում ասել, պարոն Գասպարյան, հարցը լինելու է հետեւյալը, դուք նշեցիք եկեղեցու վրա, այսպես հարցակում ասեմ, թե այն խնդիրները, որոնց պետք է դիմագրավի հայ առաքելական եկեղեցին, էլ ինչ հարվածներ կարող է սպասել Հայաստանը եւ ինչ հարվածներին պետք է պատրաստ լինի դիմագրավել Հայաստանը այդ տրամաբանության մեջ, որի մասին դուք խոսում եք։ Եթե երևի թե ոչ միայն եկեղեցով պետք է սահմանափակվի, այլ ծրագրեր եւս պետք է լինեն կապված Հայաստանի հետ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք զրույցը պարոն Մարտիկ Գասպարյանի հետ, դոկտոր պրոֆեսոր
Մարտիկ Գասպարյանի եւ դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանի հետ։ Պարոն Գասպարյան, ավելի կոնկրետ հարցը հետեւյալն է. Հայաստանին ինչ վտանգներ են սպառնում եւ ինչ հնարավորություններ ունի Հայաստանը դիմագրավելու վտանգներին։ Նախ ես ուզում եմ մի փոքր ռեպլիկի կարգով նշել ձեռնադրման, կիսատ մնաց, չէ ուզում խանգարել։ Անգամ Քրիստոսը որտեղ է ձեռնադրվել։ Մոքած աշխարհում, Կոմիտասի հայրենիքում։ Հնացած ես չեմ ուզում նշել, որ այսօրվա դրությամբ եւ մենք պատրաստել ենք եթերում ընթանում է Քրիստոսի գալու հետ կապված Լիբանանում թե Արցախում, չեմ խորանում, բայց որտեղ է ձեռնադրվել Քրիստոսը։ Եվ ինչի քրիստոնեությունը, որ նոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը նշում էր, Հռոմի ձեռնադրման իրավունքը բոլորը գողացել են։ Այսօրվա դրությամբ մեր լինել, չլինելու հարցը առանցքայինը մայրաթորն է։ Մայրաթորը պահել, որտեղ ավելի հին գալիս է եւ հեթանոսությունից, եւ դրանից առաջ, որովհետեւ մենք կարողանանք վերադառնանք մեր ակունքներին, որովհետեւ մեր երկրում, Հայաստան աշխարհում, հայքում մենք կաստա չենք ունեցել։ Հենց օթյակների համակարգը կաստաների համակարգն է։ Այսինքն ունեցել ենք մի քուրմ, որ զբաղվել է լուսավորությամբ եւ գիտությամբ, իսկ պատերազմի ժամանակ թագավորից առաջ ընկած է եղել։ Այդ նույն նորից ուզում եմ նշել, դրանք հերմետիզմի սկզբունքներն են, որոնք ընդհուպ հուրիների միջոցով տարածվել եւ մեր միհր Աստվածը, ես չեմ ուզում նորից բացատրվել, Եգիպտոսում 300 տարի երկրպագել են։ Եվ կատարյալների միջոցով ամբողջ Եվրոպայում հասել է մինչև Բրյուսել, այդ նոր իշխանավորները Բրյուսելի նիստերին մասնակցելուց ներկայացնում են, ասում են Էջմիածինը եւ Բրյուսելի մայր եկեղեցին իրար նման են, դա կատարյալների պատրաստած կատարների պատրաստած հայրեն ներողություն եմ խնդրում, այսինքն մեր աշխարհը միշտ եղել է կոմունիկատոր տարբեր ժողովուրդներին, այո, հայերեն կոչվում է հաղորդագիծ, հա, գուցե եւ բռնում, բայց վերել են այսօր դնում են խաչմերուկ հասկացությունը։ Մենք գիտենք խաչմերուկ հասկացությունը ինչ է։ Ես չեմ ուզում քննադատել առանձին մարդկանց ինչ որ բան ասել, որովհետեւ եթե խաչմերուկ հասկացությունը ընդունում ենք, ուրեմն Աննա Ախմատովայի տղային հիշենք Գումիլովին, որը դոկտորական գրեց չհաստատվեց, բայց նրան վերցրեցին բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի անդամ եւ նրա գրած, որ մեր տարածքները կատալիզատոր են, բայց իդեմս Թուրքիայի այսօր գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի եւ սկսած 37 թվականից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի սեղանի գիրքն է հանդիսանում, որ մեր տարածքներում տիրող Թուրքիան անօրինական, այդ տարածքներին անօրինական զավթած Թուրքիան համարում է կատալիզատոր Եվրոպան, Ասիան իրար հետ կապելու համար։ Այսինքն մեր պետականությունը լինել չլինելու համար, պահպանելու համար, այսօրվա որ մենք ասում ենք այդ երիտասարդները, որովհետև մենք զոհ ենք տվել մեր ժողովուրդը ոչ թե ընդլայնված, այլ պարզ վերարտադրություն չի ունենալու։ Անկախ նրանից ինչ թիվ է ներկայացած 5000 թեև փորձագետների մոտ ուրիշ թվեր են վիրավորված, հաշվանդամավորված, չէ, առաջիկա 3 սերնդին մենք վերարտադրություն չենք ունենալու։ Այսինքն այդ կորուստը լրացնելու համար վերարտադրություն ունենալու ենք, բայց դրական բան չի լինելու, պարզ վերարտադրություններ չի լինելու, կան լայնված, պարզ, այո, եւ ինքնիշխան մենք պետք է այդ բացը լրացնենք համախմբված, նորից անցնենք կոմունիկատորի կարգավիճակին եւ դա Աստծո կամոք իրականացում է միստիկա, ոչ գիտական, որովհետեւ արդեն բոլոր հնարավոր
վատ, ոնց է, վնասելու process-ներին մենք մասնակցել ենք, որովհետև դեգրադացված իրավիճակում ենք ապրում, որը հարիր չի, ասենք, մեր ժողովրդին։ Հարց պետականությանը ինչ վտանգ է սպառնում եւ ինչպես պաշտպանել Հայաստանի պետականությունը այսօր։ Այսինքն կոմունիկատոր ասել հասկացությունը դա նշանակում է, որ որպես պետականություն, ինչպես նախկինում, պետք է ունենանք պետական կապեր բոլորի հետ։ Իսկ մենք այսօր ժողովուրդների միջև բարեկամությունը փոխում ենք հիմնականում շփոթում ենք պետապետությունների միջև ունեցած հարաբերությունների հետ։ Պետականության ցանկացած երկրի պետականությունը պահելու համար անհրաժեշտ է։ Առաջինը ներկայումս ցանկացած պետություն ներդրումային համարվում է ներդրումային ինվեստիցիոնная привлекательность этого субъекта ներդրումային գրավչություն, բայց մեր ժողովրդի համար միևնույն ժամանակ ավելանում է մեր խախտված իրավունքների վերականգնումը, որովհետև այդ խախտված իրավունքները առաջի, երրորդ համաշխարհային մենք համարում ենք մի համաշխարհային պատերազմ, նոր իրավունք չի բերել։ Այս իրավունքների խախտված իրավունքների վերականգնման խնդրումը մեր լինել չլինելու անվտանգության հիմնական հարցն է համարվում։ Եթե մնացած պետությունները նույնիսկ տարածք չունենալով, ինչպիսին Իսրայելն է, այսօր տեսեք միջուկային զենք ունի եւ ասում են ինչի Իրանը օրինակի համար չի կարողանում, որովհետեւ այդ հակաօդային պաշտպանությունը պաշտպանվում է։ Թեև մենք չնշեցինք, որ Իրանն էլ այսօր նման նմանատիպ ձևով, ինչպիսին Պակիստանի դերն էր, երբ Խորհրդային Միության զորքերն էին այնտեղ եւ Միացյալ Նահանգների համար պլատֆորմա է, այսօր արդեն նրանք տիրապետում են եւ միջուկային զենքին նույնպես Չինաստանի կողմից։ Կա պետություն, ձեր ասած օթյակ կամ մեծ գերտերությունները, դուք նշեցիք Միացյալ Նահանգներ եւ Չինաստան։ Ինչ է Հայաստանը Միացյալ Նահանգների համար, ինչ է Հայաստանը Չինաստանի համար։ Երկուսիդ էլ խնդրելու եմ այդ պատասխանել։ Ձեզանից սկսենք։ Նախ ես ուզում եմ նշել, որ մի տենց հանդիպման ժամանակ, երբ որ ամերիկացիներ կային Երևանում եւ նրանք հաճախ գալիս գնում են, որտեղ ասենք մենք մեր հայկական սփյուռքի միջոցով, մասնավորապես Ամերիկայի, ստեղծել ենք Ամերիկայի անվտանգության հայկական քաղաքակրթական հիմնարկ, ինստիտուտ։ Եվ այդ ինստիտուտի մեջ կան, ասենք, ամերիկացիներ, կան հայեր, ծագումով եւ հաճախ են գալիս, ես ասում եմ ամերիկացիներին, ասում մեծ երկիրը, երբ որ միսիա վերցնում իրեն վրա եւ հրաժարվում է, նա պետք է զգուշանա, որ այդ տիպի հրաժարումը կարող է բերի այդ երկրի ոչնչացմանը, այն ինչ որ կա, էլի քանդմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գերտերություն է դարել, երբ որ անցել է Ատլանտյան օվկիանոսը, Եվրոպա եւ առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է այդ Սևերի եւ Դաշնագրի հարցերի քննարկմանը եւ ընդունել է հայկական մանդատը Վիլսոնի իրավավար վճիռը։ Եվ ասեմ, եթե դուք հրաժարվեք այդ վճռից, ապա պատիժը լինելու է, որ առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպեսին ինչ որ դուք պատկերացնում եք գերտերություն, նա փլուզվելու է։ Եվ վերջին հաշվով ասենք, այս ժամանակ որ այդ հարցը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինքը որակապես ուրիշ երկիր է եղել։ Պատկերացնում եք, քրիստոնյա ամերիկացիները, ամեն մի քրիստոնյա ամերիկացի իրեն ճաշից ինչ որ հատված վերցրել այդ գումարը, տվել է հայրի օգնության ֆոնդին, որի մասին Մարտիկ Յուրիևիչ ավելի լավ գիտի, ավելի լավ կպատմի, դա վեհացրել է եւ Ամերիկային եւ փրկել է 100 հազարավոր հայերի եւ այդ
միսիա այսպես դրել Ամերիկայի դրանից հրաժարվելը կբերի Ամերիկայի Միացյալ Նահանգների քանդմանը ոնց որ ասենք մենք տեսանք ինչ եղավ ասենք Սովետ Միության մեջ երբ որ ինքը հանդիսանում էր կոպիտ ասած երրորդ աշխարհի սատար ուժը ինքը մարդկային բաներ էր անում ասենք այս երկրիներ զարգացնում են երկրին եւ այլ ինչ որ պահին ինչ որ որոշում կայացվեց հրաժարվեցին այդ միսիայից եւ բերեց Սովետ Միության փլուզմանը եւ չօգնեց ոչ միջուկային զենքը ոչ ահռելի զորքը եւ այլ եւ այլ դուք պատասխանում եք ինչպես պետք է միացյալն պետք է ինչպես եք այսօրվա մասին փաստացի այո մենք փաստացի Հայաստանին ինչպես է դիտարկում Միացյալ Նահանգները դա ուրեմն կան շրջանակներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում որ այդ բանը հասկանում են եւ մենք աշխատում ենք այդ շրջանակների հետ ասում ենք sense իսկ գլոբալ քաղաքականության մեջ Գլոբալ քաղաքականության մենք ասենք Վիլսոնի իրավարար վճիռը կոպիտ ասած դրել ենք բան Թրամփի սեղանին իմանալու հանդերձ որ Թրամփը Էրդողանի հետ 65 զանգա փոխանակե 44 օրյա պատերազմի որտեղ եւ Թրամփը եւ Էրդողանը եւ Պուտինը եւ դա սա այդ մի արհեստական բանականության բոլոր հանձնարարականները կատարել է Թրամփն էլ, Էրդողանն էլ, Պուտինը իսկ պատվիրատունով է եղել արհեստական բանականության Ատլանտյան քաղաքակրթությունը Ատլանտյան սկսած Ատլանտիդայից չէ որը այսօր գրում է Պալանջիր անունը այսօր այդպես է կոչվում ընդհատեցի ես ներողություն եմ խնդրում կարող եմ շարունակել Միացյալ Նահանգներում առաջի օգնությունը երբ մտնում ես կոնգրես այնտեղ 5 նահանգների ներկայացուցիչների կան քանդակները կամ արձանները նրանցից մեկը կին է եւ Յուվա նահանգից առաջի օգնությունը մարդասիրական որ մերձավոր արևելքի եւ հայ երեխաներին կանանց փրկության հարցով զբաղվող նրա կիսանդրին է այսինքն նորից դուք պատասխանում եք իհարկե շնորհակալություն այդ ինֆորմացիայի համար դուք պատասխանում եք այն հարցին թե ինչ է եղել կամ ինչպես են վերաբերել Հայաստանին Միացյալ Նահանգները նախկինում կամ ինչպես պետք է վերաբերեն ինչպես դուք եք պատկերացնում իմ հարցը այսօր ինչպես է վերաբերում եթե չունեք դրա պատասխանը Եթե կարելի է ես ուրեմն կարճ այս բոլոր միջոցառումները ինչ իրականացում են Միացյալ Նահանգների հետ եւ պատահական չէ նույնիսկ տրիպի ճանապարհը պատահական չէ որ ինչպես 100 տարի առաջ եկել են այստեղ ուսումնասիրել են մարդահամար են իրականացրել թե ման են գալիս նավթի մոտավորապես 5 տարի նման մարդիկ եկել են Հայաստան ուսումնասիրել են պրոֆեսոր Գեորգյանը տեղյակ է մինչև Մեղրի այսինքն հետաքրքրությունը եղել է եւ հիմա էլ իրագործում են փորձում են իրագործել այս աշխատանքները զուգահեռաբար տարվում է մանդատին հասնելու համար մեր խախտված իրավունքների Դրա համար ես երկար ասեցի, կարճ ասեմ, այո։ Այսինքն Չինաստանը օրինակ հստակորեն պատկերացնում է եւ պատկերացնում էր առաջ ուղղակի մեր ղեկավարությունը հանցագործ, էլի հանցագործ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից Չինաստանի հետ, որ շատ էական տրամադրություն կար աշխատելու չարվեց, բայց Չինաստանը այդ մետաքսի ճանապարհ դեպի Եվրոպա առաջին հերթին եւ ընդհանրապես աշխարհ պատկերացնում է իր հին են գիտելիքները որ հայերը մետաքսի ճանապարհի մեջ ունեցել են առանցքային դեր եւ մետաքսի ճանապարհի լեզուներից մեկը եղել է հայերեն, մյուսը չինարեն հիմնականում հայերեն որտեղ հայերն են կապան այդ միջնորդ կոմունիկատոր կամ հաղորդիչ է եղել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Չինաստանի մեջ։ Իրենք այդ շատ լավ հասկանում են եւ ստեղծել են Հայաստանում
այսօր կա երկու չինական դպրոց, մեկը գտնվում է Քանաքեռի բարձունքում, որը 30 միլիոն դոլար ինվեստիցիա արել դպրոցի վրա, բայց ցավոք սրտի այդ դպրոցը հենց հանձնել են հայ չինովնիկներին, դարել է ուղղակի կոռուպցիայի, ես բացահայտ եմ ասում, ես այնտեղ եմ ապրել եւ առնչվել եմ, կոռուպցիայի բուն եւ իր որակները բավական ընկել է այդ դպրոցի Չինացիները իմանալով հայերի դերակատարությունը չինական դպրոց են պատրաստել եւ մենք ասենք պետքա դա էական օգնել։ Մյուս շատ կարեւոր հարցը դա արհեստական բանականությունն է, դա օբյեկտիվ իրականությունն է, որ այսօր աշխարհը քվանտային ինֆորմատիկայի դարաշրջանի մեջ է, որը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնելու մարդկության, մարդկային հասարակության վրա, քան նախորդ ատոմային եւ այլ հայտնագոր ատոմային ռումբի ստեղծում եւ այլ։ Եվ պատահական չի, որ ասենք Հայաստանում բացվել է արհեստական բանականության ֆաբրիկա, երկու ֆաբրիկա, որը Հայաստանին այդ իմաստով դարձնում է աշխարհի 5 տերություններից մեկը։ Այնտեղ ծրագիր կա նաև դա շարունակելու եւ դարձնելու երրորդ իր հզորությամբ։ Հիմա սա օբյեկտիվ բան է, ես ինքս աշխատում եմ այդ համակարգի հետ եւ տենում եմ նրա ժամաժամ հզորացումը։ Ուրեմն կամ մենք պետքա տիրապետենք այդ տեխնոլոգիաներին եւ կոպիտ ասած դառնանք օգտագործող կամ այդ տեխնոլոգիաները մեզ են ենթարկելու եւ երկրորդ կարևոր դա բնական Ամերիկայի Միացյալ Նահանգների թույլատրությամբ արվում չնայած այնտեղ փող տնօրենը այդ ամբողջ կոնցերնի մեր հայրենակիցն է եւ դա շատ լավ է որ ասենք այդ տիպի ձեռնարկություն որ աշխարհի համար առաջինն է իր կոմերցիալիզացիայով մոտարպես 5.5 տրիլիոն դոլարի հզորություն ունեցող եւ ասենք մեր բուհերը պետք է մի երային ակադեմիան կոնկրետ ծրագրերով բանով եւ այլն, բայց մենք դեռ ինչ որ դե նախարարություն ստեղծեցին արհեստական բանականության քրթական համակարգը տեսնենք ինչ կդառնա։ Շնորհակալ եմ, մեզ մնացել է շատ հաշված րոպեներ, Չինաստանի մասին ինչ կասեք, Ես ասեցի, որ Չինաստանը այսօր էլ պատրաստ է եւ պետք է ես ուղղակի կարճ ասեմ, որ ժամանակին մի ծրագիր երկաթուղու ամբողջ Սյունիքով ստեղծվելա, տրվելա չինացիները առաջարկել են իրենք սարքեն այդ ավարտեն այդ ծրագիրը 1 տարվա ընթացքում շատ լավագույն պայմաններով, բայց Սերժ Սարգսյանի ժամանակ դա մերժվել է։ Երկրորդ անգամ մերժվել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ես հասկանում եմ ոչ թե նրանց իրենց ցանկությունն է եղել, այլ ուղղակի ճնշումների տակ են եղել, բայց մի ժամանակն է։ Այսինքն դուք արձանագրում եք, որ Չինաստանը հետաքրքրվածություն այնուամենայնիվ ունեցել է եւ չեք բացառում, որ հնարավորությամբ ոչ մի խաչմերուկ, ոչ մի տրանսպորտ չի կարա փոխարինի մարդկային կոմունիկացիաներին, որը տվյալ պարագայում հայերը ի բնե իրենց գենետիկ բանով կարող են կազմակերպել եւ կողմերին բերել վստահելի պայմանագրային հարաբերությունների ուրիշ ձևի հնարավոր չի զարգացնել քաղաքակրթությունները փոխգործակցությունը Պարոն Գասպարյան Երևի կարճ նշեցիք դուք ոչ մեկը ոչ մի բան չի արել բայց այնտեղ 1 միլիարդ 200 միլիոն խան ցեղի այնտեղ ունենք 8%։ Այսօր սոցիալիզմից կապիտալիզմի անցման մեթոդները, որը տնտեսագիտության մեջ չկա եւ պետք է սեփականաշնորհման process-ին չանդրադառնալ հետագա խնդիրների համար, այսօր մեր կառավարությունը համագործակցած չինացիների հետ տեղայնացնում է նրանց առաջի կազմակերպած ինչքանով կստացվի ես չգիտեմ համագործակցությունը կա եւ կա գիտության բնագավառում մենք ունենք պետք է համենայնդեպս Չինաստանը այդ ձևով 18 տրիլիոն 850 միլիարդ դոլար հետ է բերել
եւ այն որ ստեղ մի կատարում է գուցե բիրտ ձևերով է կատարում եւ այլն խոսքը գնում է Գագիկ Ծառուկյան եւ այլ բյուջետի պարտքերը սա գնալու է հասնելու է բոլոր օլիգարխներին, որտեղ այդ պարազիտներ են եւ նրանք ոչ իրենց են պետք, ոչ էլ մարդկությանը։ Հասկանալի է։ Շնորհակալություն սիրելի Պարնայք։ Ես լավատես եմ ուզում եմ ասել։ Դե ստացվում է որ այո, ստացվում է ճիշտ է դժվարությամբ, ճիշտ է ոչ ճիշտ միշտ ճիշտ են կողմնորոշվում մեր իշխանությունները, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը իր դերը շարունակում է իր դերը ունի եւ ունենալ եւ վերջի էթնոսը, որը լույսը կհանգցնի երկիր մոլորակի վրա, դա հայերն են լինելու։ Թող ուրիշները չուրախանան, թե ինչ որ հեսա դա մի քանի դուք իմանաք, մի քանի միլիոն, հա, քանի 100 միլիոն տարի հետո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Պարնայք։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Գասպարյան, ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյան։ Մեր հյուրերն էին այսօր։ Զրուցվարում էր Դիանա Առաքելյանը, բարին ձեզ։